Սիրակի իմաստնությունը 12 Ճշմարիտ և կեղծ բարեկամներ Եթե բարիք ես անում, իմացիր ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։ Բարիք արա բարեպաշտին և փոխարենը հատում կստանաս, եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնիր բարեպաշտին և ձեռք մի երկարիր մեղավորին։ Բարիք արա խոնարհին և մի օգնիր ամբարիշտին։ Պահիր քո հացը և մի տուր նրան, որպեսզի դրանով նա քեզ չհաղթի, այլապես կրկնակի չարիքը կստանաս նրան արած քո բոլոր բարությունների դիմաց, որովհետև Բարձրյալն ատում է մեղավորներին և վրեժ առնում ամբարիշտներից։ Օգնիր բարի մարդուն և զորավիք մի եղիր մեղավորին։ Բարեկամը չի ճանաչվում երջանկության մեջ, և ոչ էլ թշնամիտ վշտակից կլինի քեզ։ Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ Հավիտյան մի հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտվում, այնպես էլ նրա չարությունը։ Եթե թեկուզ նա խոնարհվի և գլխահակ գնա, ուշքդ վրան պահիր և զգուշացիր նրանից, նրա առջև մաքուր հայելու նման եղիր ու կիմանաս, որ այսպառ չի մաքրվել ժանգից։ Նրան մի պահիր քեզ մոտ, որպեսզի քեզ կործանելով չգրավի քո տեղը, նրան մի նստեցրու քո աջ կողմը, որպեսզի երբևէ չհավակնի քո աթոռին։ Ի վերջո դու կհասկանաս իմ խոսքերը և չես ափսոսա իմ խրատների համար, ինչպես նա, ով կարեկցում է խայթված օցահմային, և նա, ով գնում է գազանների դեմ, այդպես է և նա, ով ընդառաջ է գնում մեղավոր մարդուն ու շաղախվում նրա մեղքերին։ Մի պահ նա կլինի քեզ հետ, և երբ բաժանվես, չի համբերի։ Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորում է խորխորատի մեջ քեզ կործանելու մասին։ Թշնամին իր աչքերով է արտասվում, բայց եթե հարմար պահ գտնի, արյունից չի հագենա։ Եթե քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կգտնես քեզանից առաջ, և օգնության փոխարեն նա ոտք կդնի քո առջև։ Նա թափ կտա իր գլուխը, ծափ կզարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, և կեղծ զարմանքով կայլայլի իր երեսը։